որ դա դառնա մարմնի հիշողության մաս։ Եվ մենք չունենանք Եվրոպական դատարան գնացող այնպիսի վճիռներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար մինչև նույնիսկ այսօր հետևանքներ են առաջացնում։ Շարունակելով ոստիկանական համակարգի հետ կապված մնացյալ հարցադրումների արձագանքները, տեսեք, դուք նշում եք, որ թմրամիջոցները համատարած են, անշափահասների մոտ համատարած թմրամիջոցների շրջանառություն կա, դպրոցներ եւ այլն եւ այլն։ Ես շատ մտահոգությամբ եմ վերաբերում եւ հոգատարությամբ եմ վերաբերում այս բոլոր մտահոգություններին, որոնք որ արձանագրվում են։ Եվ ինչ եմ արել ես անցած տարվա կտրվածքով։ Ցանկացած գրառում, հանրային տիրույթում կամ ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Ոստիկանական աշխատակիցները, ոստիկանության ծառայողները այցելել են բնակության վայրեր եւ հարցրել են, թե տրվյալ գրառման ներքո կա որևէ դեպք, որը կարող է կոնկրետ տրամադրվել ոստիկանությանը, որպեսզի մենք պատշաճ իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով ընթացքավորենք եւ հասկանանք, թե որ դպրոցում է թմրամիջոցի ապոնի շրջանառությունը։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում եւ 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում, եթե նույնիսկ մենք այն տրամաբանության մեջ ենք, որ ցանկալի չի հաղորդում ներկայացնել ոստիկանությանը, տվյալը տանք, դուք գնացեք ինչ ուզում եք արեք այդ տվյալի հետ։ 0 տվյալ համացանցում տեղ գտած գրառումներով, 0 տվյալ։ Հիմա ես կարող եմ, ես շարունակեմ պարոն Քոչարյան, որտեղ հարցերը շատ են։ Հիմա ես կարող եմ ասել եւ օբյեկտիվորեն նշել, որ այն աղմուկը հանցավորության մասով, որը որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է, չթիրախավորելով որևէ մեկին։ Ես կարող եմ ասել, որ եթե կա գրառում, որի հետ կապված, որ որևէ հաղորդում չի ներկայացվում ոստիկանությանը, ինչ ապոնի շրջանառության մասին ենք խոսում անչափահասների շրջանում, կարող եք ինձ ասել, ինչու եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ որ չկա հավաստի տվյալ, ինչու։ Մենք այդքան հոգատար ենք մեր անչափահասների նկատմամբ, որ ուզում ենք նրանց վերագրել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։